Հարգելի ժողովուրդ, այս էլ մեր շեմի սայանք է։ Ռուսաստանից Հայաստան Վալբերիսի ապրանք տեղափոխող բեռնատարի այս վարորդը կադրերով է ցուցադրում, որ Վլադիկավկազի 2 մաքսակետերում ավելի քան 10 բեռնատարներ են կանգնած։ Ձայնը փոխելու եւ դեմքը չցուցադրելու պայմանով վարորդը պատմեց, օրեր շարունակ չեն կարողանում դուրս գալ Ռուսաստանից եւ այդ ապրանքները Հայաստան բերել։ Որ ասել էին ամսու 12-ին ձեր հարցերը կլուծվի, այսօր արդեն 13-ն է։ Ասեմ իմացեք, թե ամսու 6-ից, 7-ից, 8-ից, 9-ից ավտոները մտածեն ու կայնացեն, մինչև այսօր աֆորմիչ չկա։ Մոտիկանում ենք, ասում են, այդ հարցը տվեք Վալբերիսին։ Մեզ ասել են վերևներից, ոնց որ վերևներից է հարցը, որ աֆորմիչ չենք կարող անենք մենք։ Մինչև մեզ պրիկազ չտան, մենք աֆորմիչ չենք ելնում։ Վերջին շաբաթներին հազարավոր հայ տնտեսվարողների ապրանքներ Վալբերիսի եւ Օզոնի ռուսական հարթակներում տեսանելի չէին։ Սա նշանակում է, որ եթե տվյալ ապրանքը պահեստում սպառվել է, Հայաստանից ուղարկված նոր խմբականակը չէր մտնում Ռուսաստան։ Դեռ 2022-ից էր Ռուսաստանն իր երկիր մտնող ապրանքների արտադրության եւ ներմուծման ծագման փաստաթղթերը պահանջում։ Վերջերս նաեւ ռուսական օնլայն հարթակների Օզոնի ու Վալբերիսի վրա է այս կարգավորումը տարածվել։ Վերջին օրերին այս թղթերը ներկայացրած հայ տնտեսվարողներից շատերի խնդիրները լուծվել են, սակայն դեռ հազարավոր վաճառողներ փորձում են անցնել այս նոր ֆիլտրով։ Ու չնայած Ռուսաստանից Հայաստան եկող անցակետերում գնալով ավելանում են Վալբերիսի ապրանք բերող մեքենաների թիվը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2 օր առաջ Ազատությանն ասել էր. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք շատ լավ աշխատում ենք, ընթացքում ինչ որ խնդիրներ լինում են, լուծում ենք։ Տեսեք, օրինակ Վալբերիսի ու Օզոնի հետ կապված խնդիրը, ուրբաթ օրը արդեն ընկերությունները հայտարարություն տարածեցին, որ մասամբ խնդիրը լուծվել է։ Հիմա էլ աշխատում են պետական մարմինների հետ, որ մյուս հատվածը լուծվի, այսինքն հարցեր միշտ էլ կարող են լինել։ Պետություններն, օրենքներ են փոխում։ Եվ այդ օրենքի փոփոխության արդյունքում կարող է ինչ-որ մի օր որոշ տնտեսվարողներ պատրաստ չլինեն եւ առաջանա հարց, բայց արագ պետք է լուծել։ Իսկ այսօր Վալբերիսի հայաստանյան ներկայացուցչությունից Ազատությանը փոխանցեցին միջազգային առևտրային հարթակների գործունեության պայմաններում առաքման ժամկետները կարող են փոփոխվել նաև լոգիստիկ գործոններով պայմանավորված։ Վալբերիսից նաև նշել են հաճախ մեկ բեռնատարում համախմբված են տարբեր տնտեսվարողների ապրանքներ։ Սա լրացուցիչ ժամանակ է խլում փաստաթղթերի ստուգման համար։ Ընկերությունից վստահեցնում են ամեն ինչ անում են ուշացումները նվազագույնին հասցնելու եւ առաքումները հնարավորինս սեղմ ժամկետում ապահովելու համար։ Պարբերաբար Ազատությանը դիմող այս վարորդի այսօրվա ուղարկած կադրերից երևում է, որ ոչ միայն դեպի Ռուսաստան գնացող, այլև Ռուսաստանից Հայաստան եկող Վալբերիսի ապրանքների հետ են խնդիրներ առաջացել։ Դիկացել են նորից բրոկերներին, մեր կաբինետի, ասաց մենք այս հարցը չենք լուծում։ Զանգեց իրանց պրյամո ստարշի սմենին, միկրոֆոնը միացրեց, հարցը տալի, ասում է Վալբերիսի ժողովուրդը եկել է մոտիկացել են, ինչ է կատարվում։ Այդ մարդը ասաց մեզի ասել են, որ պիտի չլինի աֆորմիտ։ Всё, այդքան բան։ Դե հիմա արեք մտածենք, ոնց է, ինչ է կատարվում։ Որ բոլորն իրեն հավատան, վարորդը հերթով մոտենում է բեռնատարներին, ցույց տալիս կնիքները, նշում, որ դրանք Վալբերիսի կնիքներն են, ասում է կանգնած են ոչ միայն հայկական, այլև Օսեթիայի բեռնատարներ, որոնք նույնպես Վալբերիսի ապրանք են տեղափոխում Հայաստան։ Ըստ նրա, տարիների փորձից է համոզվել հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ փոքրիկ լարումն առաջին իրենք են զգում հենց մաքսակետերում։ Կարծում է, այսպիսով Ռուսաստանը կրկին իր ուժն է ցույց տալիս Հայաստանին։ Այս ընթացքում 3-ից 5 ավտո վերևնա կայնած, ներքև մոտ դեպը 10-ից հələ դաժե ավել չմի ստայանքում են կայնած։ Ու ավելանում են իրանք, օրորի ավելանում են գալիս են։ Facebook-յան մեր այսօրվա հարցումը ցույց տվեց, որ շատերի Վալբերիսով պատվիրած ապրանքները սկսել են ուշանալ կամ երկարաձգվել առաքման ժամկետները։ Օգտատերերից մեկի պնդմամբ շուրջ 3 շաբաթ սպասում է իր պատվերին։ Ռուսաստանում մնացած բեռնատարի վարորդն ասում է հնարավոր է այդ պատվերների մի մասն էլ հենց իր մեքենայում լինի։ Երբ մենք հասնենք Հայաստան, ուշացող ապրանքներն էլ կհասնեն պատվիրատուներին, շեշտեց նա, բայց թե երբ չգիտի։ Այս հարցի պատասխանը մեզ նույնպես չհաջողվեց ստանալ ոչ էկոնոմիկայի նախարարությունից, ոչ էլ Վալբերիսի հայաստանյան ներկայացուցչությունից։